Մի նկար է։ Գումի շուկայում ինչպես 02-ում վաճառողը սեղանի տակ այնքան կմնա, մինչև տեսախցիկը հեռանա։ Մի նկար է խնդրում։ Ոնց որ սերիալի հերոս լինենք, ամբողջ օրը եթերում ենք, մսավաճառներն անհարմար վիճակից դուրս գալու համար են կատակում։ Միայն թե այս սերիալն արդեն ձանձրալի է։ Քանի տարի է սցենարի հեղինակները բովանդակությունը չեն փոխում։ Նույն հակահիգիենիկ պատկերն է ու վաճառվող ապրանքի ոչ մի փաստաթուղթ։ Փաստաթուղթ չունենք։ Չունեք։ Բժիշկի մոտ է։ Բժիշկը որտեղ է։ Աջան, Բժիշկը ուր է։ լաբորատորիայում։ Լաբորատորիա որտեղ է։ Ներքևն է։ Փուրիկ ջան, ինչ ես ուզում իզնից, ասեմ չէ։ Փաստաթղթերն եմ ուզում։ Ուզում եմ տեսնել ինչ միս եմ։ Ուզում ես խանութի տերը գքա կտա։ Ասում եք դուք եք պատասխանատուն այստեղ։ Հա, ես եմ պատասխանատու ներկայ խանութի տերը ստե չի։ Ով անկեղծ է, պարզ ասում է, փաստաթուղթ չկա, ավելի ճարպիկը հերվից է թղթակտորը ցույց տալիս, որ ամսաթիվը չերևա։ Այլեն հա։ Շատ հապ չկտրող։ Սա դեկտեմբերի 27-ի թուղթ է։ Ուրեմն այդ ժամանակ միսը ստացել եք։ Դեկտեմբերի 27-ից Չենք կարացել, վաճառենք այսօր առաջ օրը եկի բացել ենք վաճառում ենք։ մյուսները պատրաստակամորեն գնում են թղթի հետևից ու չեն վերադառնում։ Մեզ ցույց կտաք փաստաթղթերը, լիստ տեսնենք երբ է ստուգված։ Հրաց։ Իսկ ինչու դուք փոխնոցով չեք։ Հարց պատասխանը գնորդների ներկայությամբ է։ Անհաղորդ դեմքի անտարբեր արտահայտությունը միջև վերջ չփոխվեց։ Նույնիսկ այն ժամանակ, երբ մսավաճառը միսը տեղաշարժում էր, կասկածելի մաքրության շորերին կպցնելով։ Այսպես եք միս վաճառում եք հագուստով։ Պետք չի գալիս, հա։ Չեք հագնում, ուղղակի տեսքի համար դնում եք այնտեղ։ Չէ։ Տեսում դեր արտա։ Հակահիգիենիկ վիճակը փոխելու համար չհայտարարված պատերազմ են տանում տարբեր կառույցներ։ Ռիսկերի գնահատման կենտրոնը վաճառվող միսը ուսումնասիրել է, հետազոտել, փորձաքննել ու հայտարարել։ Պատկերն ավելի վատ է, քան 3 եւ նույնիսկ 6 տարի առաջ։ Այն ժամանակ վաճառվող մսի 60%-ներ վտանգավոր, հիմա 80։ Էլ միջատների ձվեր, 1001 տեսակի միկրոօրգանիզմներ, աղիքային ցուպիկն էլ կա ու կա։ Այս ֆոնին սննդի անվտանգության ծառայության պաշտոնյան պնդում է, փոփոխություն կա։ Ես նման բան չտեսա, որ վատացել են, թակարակ մարդի շինական աշխատանքներ են անում։ Այս ռեգրեսից հետո փորձ պետք է արվի ինչ-որ աշխատանքներ տանել ցույց տալու համար, հերթական աչքակապոցու համար։ Գումի շուկան Բաբկեն Պիպոյանի ամենացավոտ կետերից է։ Սննդի անվտանգության ծառայությունը հայտարարել էր տոնական օրերին խիստ հսկողություն է լինելու։ Ինքն էլ խիստ հսկողություն էր սահմանել պետական կառույցի խիստ հսկողության նկատմամբ։ Նույն շուկայում եղել է խայտառակ սանիտարական վիճակ։ Իսկ կամայական անցորդիով ամանորին է տեղի ձեռքա բերել, ձեզ կպատմեն, էլ չեմ ասում երեկոյան նկարահանումները, որոնք որ արկա են։ Մսամթերքի շուկան խնդրի մի կողմն է։ Սպառողների պաշտպանը կատնամթերքի խոշոր խաղացողներին է հետազոտել, ապրանքը լաբորատոր հետազոտության տարել։ Ահա եզրակացությունը։ Ոչ մի կատնաշոր ուտելու բան չէ։ Նույն վիճակում է նաև կատնամթերքի մեծ մասը։ Հայտնաբերել ենք խմորասնկեր, օրինակ տարբեր կատնամթերքում հայտնաբերել ենք բորբոսասնկեր, հայտնաբերել ենք աղիքային ցուպիկի խմբի մանրեներ, ավելին այլ ցուցանիշ չենք ստուգել։ Այս բոլոր տվյալների 50 էջ ուղարկել է Սննդի անվտանգության պետական ծառայություն, առաջարկել գտնել պատճառը, պարզել, արտադրության փուլում է խախտումն առաջանում, թե իրացման ցանց տեղափոխելիս։ Ձևական պատասխանից վիրավորված է։ Այսքան խախտումների ահազանգ եւ ոչ մի գործնական քայլ։ Շաքե Ղազարյան, Արմեն Շահոյան, Ժամը լրատվական։